Ձեր անձնական տարածքը մանիպուլյատիվ կերպով խախտող 3 երևույթ, որը գուցե չգիտեիք։ Անձնական տարածք 1. Երբ մեկը ցանկանում է լսել երկու այլ անձանց զրույց, կարդալ նրանց նամակագրությունը, գաղտնալսել կամ ականջ դնել դրան ետևից։ Հիշեք, անկախ նրանից, թե ով է պահանջողը, ծնող, քույր, եղբայր, ամուսին, կին, թաղի տեսուչ, ոստիկան, միևնույնն է, ոչ ոք իրավունք չունի ձեզանից պահանջել անձնական տեղեկատվություն, որն ունեցել եք երրորդ անձի հետ։ Անձնական տարածք 2. Ներս մտնել սենյակ առանց դուռը թակելու, ընդունելով իբր դուք մոտ եք, ընկեր եք, մի ընտանիքի անդամ եք եւ այլն։ Մենք կարող ենք լինել ընկերներ կամ մեկ ընտանիքի անդամ, ծնող, երեխա, սկեսուր, հարս, փեսա, զոքանչ, աներ, սակայն եթե ես գտնվում եմ փակ դրան հետևում, ապա այդ դուռը բացելիս պետք է թակել։ Եթե թակելու կարիք չլիներ, ես այն չէի փակի, կամ առհասարակ այդ սենյակին դուռ դնելու անհրաժեշտություն չէր լինի։ Անձնական տարածք 3. Մեր փոխարեն կայացնել որոշում այնպիսի հարցերում, որի ընթացքի կամ վերջնական արդյունքի պատասխանատուն մենք ենք։ Թեկուզ եթե վերջնական պատասխանատուն էլ չենք, այլ ընդամենը փոքր-ինչ մասնակցություն ենք ունենալու տվյալ գործառույթին, ապա միևնույն է, որոշում կայացնելիս պարտավոր են հաշվի առնել մեր կամքը այն հարցերում, ինչը մեր կյանքի ու գործունեության հետ կապ է ունենալու, այլապես կարող ենք հրաժարվել մասնակցությունից։